Այրվելով ու պտույտներ տալով է կործանվել թուրքական ռազմական ինքնաթիռը վրաց-ադրբեջանական սահմանից մոտ 5 կիլոմետրի վրա, Վրաստանի տարածքում, Սիղնախիում, Ադրբեջանից Թուրքիա թռչելու պահին։ Լոկդ C-130 Հերկուլեսը ռադարներից անհետացել է վրացական սահմանը հատելուց մի քանի րոպե հետո։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական վարույթը նախաձեռնել է թռիչքային անվտանգության կամ օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հիմքով, ինչը անփութությամբ առաջացրել է մահ։ 20 թուրք զինծառայող է եղել ինքնաթիռում, ըստ չհաստատված տեղեկությունների բոլորն էլ մահացել են։ Վրացական լրատվամիջոցները հրապարակել են մահացածների նախնական ցուցակ 10 զինվորականի կոչումներով։ Türkiye Respublikası Silahlı Qüvvələrinin Հավանական է, որ այս տղաներից 20-ն են եղել ինքնաթիռում։ Տելեգրամալիքներն են հայտնում, որ Ադրբեջանի այսպես կոչված հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար Թուրքիայից Ադրբեջան մեկնած զինծառայողներն են վերադառնալիս եղել հայրենիք։ Ելույթի պահին են հավանաբար գրավոր զեկուցել Էրդողանին ինքնաթիռի կործանման մասին։ Կարճ տեքստը նա կարդացել է թերթիկից։ Մենք խորապես վշտացած ենք C-130 ռազմական ինքնաթիռի կործանման լուրից։ Տեղական իշխանությունների հետ համակարգված աշխատում ենք, որ շուտ գտնենք բեկորները։ Արդեն կործանված ինքնաթիռի լուսանկարները հրապարակվել են ավելի ուշ։ Ինքնաթիռը օդ էր բարձրացել ադրբեջանական Գյանջայից և մոտ 40 րոպե մնացել օդում, անհետացել, այդպես էլ աղետի ազդանշան չուղարկելով։ Լարա Արաքելյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։